Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Լաս Վեգասից, առաջիկա 2 օրը ձեզ հետ կշփվեմ այստեղից։ Այսօր հոկտեմբերի 22-ն է 2025 թվական, կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Այսօր ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի օր էր, որին ազգային ժողովի Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները չեն մասնակցում։ Իհարկե այնպես չի, որ մասնակցեն, եսի միջ արդյունավետ գործ պետք է անեն։ Պարզապես այդ անսկզբունքայնությունը որևէ կերպ բացատրություն չունի։ Մի անգամ մասնակցում են, մի անգամ չեն մասնակցում, մի անգամ կարակոտ հարցեր են տալիս, մյուս անգամ արհամարում են չեն մասնակցում, բայց դուք ժողովրդի ձայն եք ներկայացնում, չնայած դժվար է պատկերացնել, թե հիմա դες ով ինչքան է վստահում կամ արդյոք չի փոշմանել, որ վստահում է, բայց դա հարցի մի կողմն է։ Փաստ է, որ ժողովուրդը ինչ որ չափով ձայնատվ է հայտնվել են ազգային ժողովում։ Այսինքն ժողովրդի մտահոգությունները, որ դուք շփվում եք, լսում եք, չեք ցանկանում բարձրացնել, մարդիկ չեն լսեն իրանց հարցերի պատասխանը, թեկուզ պատասխանի բացակայությունը, թեկուզ ոչ գրագետ բացատրությունը, թեկուզ ստախոսությունը, ասեք, արեք, բայց իմաստը ո՞րն է։ Եթե դուք գտնում եք, որ դա անարդյունավետ ձևաչափ է, մյուս անգամ մի մասնակցեք։ Այսինքն դա ավելի շատ ինչ է, այսօր հարց ու պատասխանը կառավարության դառնում է, իշխանության падգամավորները հարցեր են տալիս վարչապետին, վարչապետն էլ ասենք այդ հարցերին պատասխանում է, դառնալա ոնց որ ասենք իր համար մի հատ երեկո է, էլի ինքը եկել է իրան ցուցադրի իր կարծիքները հայտնի։ Իսկ այն որ իշխանական падգամավորները չեն կարող այլ ձևի հարց տան, դա էլ ուղղակի կարճ անդրադառնամ, նոր անցնենք ահագին հարցեր կա, մանավանդ վերաբերվող ուկրաինական պատերազմի հետ կապված նոր իրավիճակ, ինչ է կատարվում, տեղի կունենա արդյոք այդ հանդիպումը թե ոչ, եւ հիմա տեսեք, որպեսզի պատկերացնենք, թե ազգային ժողովում իշխող խմբակցությունից մենք ինչ կարող ենք ակնկալել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այդ ազգային ժողովի ղեկավարը, ինչա ասում լրագրողի հարցին, այո, ինչ ասեց, պիտի անեմ, այլ հարց է, եթե պիտի քննարկեմ, կքննարկեմ։ Խոսքը վերաբերվում է ինքը լրագրողի հարցին, այո, Նիկոլ Փաշինյանը ինչ ասեց, պիտի անեմ։ Բա ինքն է երկրի ղեկավարը, բա ոնց կարող ենք ասածը չանել։ Նախ ազգային ժողովի խորհրդարանական կառավարման համակարգում երկրի ղեկավարը ազգային բանը վարչապետը չի, վարչապետը կառավարության ղեկավարն է, ված չէ լինի, որ ազգային ժողովի նախագահը մանավանդ որ ասում են ինքը իրավաբան է, գոնե այդքան պատկերացում ունենար։ Պետության գլուխը նախագահն է։ Դա գրված է սահմանադրության մեջ։ Իսկ վարչապետը հաշվետու է ազգային ժողովին։ Վարչապետին անվստահություն է հայտնում ազգային ժողովը։ Եվ որի արդյունքում կարող է ընտրվել նոր վարչապետ ձայների մեծամասնությամբ։ Ու այնպես չի, որ վարչապետը լիազորություն ունի ազգային ժողովն արձակելու։ Այսինքն այդ նույն կշիռը չունեն իրանք։ Եթե ազգային ժողովը արձակվում է եւ լինում արտահերթ ընտրություններ, դա որոշակի ընթացակարգով է։ Այս բանը տեղի չունեցավ, որի արդյունքում հանգեցրեց ազգային ժողովի արձակման։ Դա ուղիղ լիազորություն չի վարչապետի։ Իսկ եթե ազգային ժողովի նախագահ այս կարծիքին է, որ վարչապետն ինչ ասի պետք է անենք, բայց այդ դեպքում մենք ուրիշներից ինչ սպասենք։ Դրա համար հիմա նայենք ինչ է կատարվում աշխարհում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը չեղարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ ապագայում հանդիպելու ծրագրերը։ Բուդապեշտում գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որի մասին Տրամփը հայտարարել էր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, եւ որը նա հույս ուներ անցկացնել առաջիկա 2 շաբաթների ընթացքում, դադարեցվել են։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների երկրորդ անձնական հանդիպումը ձախողվել է եւ պարզ է դարձել, որ Պուտինը պատրաստ չէ զիջումների գնալ եւ շարունակում է արմատական պահանջներ ներկայացնել։ Իսկ ինչ է ասել Տրամփը, ես չեմ ուզում զուր հանդիպում ունենալ, ես չեմ ուզում ժամանակ վատնել, այնպես որ կտեսնենք թե ինչ կլինի, ասել է Տրամփը։ Իհարկե
այն որ այդ հանդիպումը տեղի չունեցավ կամ եթե տեղի ունենար, որի արդյունքում Դոնալդ Տրամպը կատեգորիկ ասեր Պուտինին, որ պետք է խելքի գաս, դա նույն կշիռը կունենար, բայց երբ որ հանդիպումը տեղի չի ունենում, այսինքն Դոնալդ Տրամպը նաև հասկանում է, որ ինչ աշճանի է ձախողված իր նախաձեռնությունը, որ Պուտինը այնուամենայնիվ նախապես պահանջներ է ներկայացնում, նաև Լավրովի բերանից էլ մի երկու առաջ էլ դրա մասին խոսեցինք, որ ինքը նախապես արդեն մինչև հանդիպումը արդեն կանխորոշում է հանդիպումը, այս իմ պահանջներն է, այս պահանջները ում է ներկայացնում այդ պահանջները Ամերիկային, այսինքն պատերազմող կողմը հարձակվել է մեկ ուրիշ պետության վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է միջնորդել ու կարգավորել, Ռուսաստանը պահանջ է ներկայացնում Ամերիկային, թե դու այս հարցերը կլուծես, հա, չես լուծի խաղաղություն չի լինի, լուրջ ժողովուրդ։ Սա է ձեր պատկերացումը։ Եվ դա ինչի՞ց է գալի, որտեղ Դոնալդ Տրամպը արդեն այնքան զիջումների է գնացել, որ դա Վլադիմիր Պուտինի մոտ առաջացրել է կարծիք, որ մինչև վերջ ինքը կարող է իր պահանջները պարտադրել ԱՄՆ նախագահին։ Չի կարողանում պարտադրել է Ուկրաինայի նախագահին, բայց ԱՄՆ նախագահին կարող է։ Այս ինչու է այսպես ստացվեց։ Եվ դրա համար այո, Դոնալդ Տրամպը պետք է լուրջ եզրակացություն անի դրանից եւ մտածի ինչպես է տանում ռազմավարական պարտության Ռուսաստանին։ Սա է աշխարհի համար միակ ճիշտ ճանապարհը։ Ես չեմ ասում, որ դա նաև Հայաստանի համար է լավ, որովհետև դա բնական բան է Հայաստանի համար լավ է։ Մենք ինչ այս մոլորակի վրա չենք ու իմ հայացքները, իմ տեսակետները դες հայտնի են։ Բայց նաև վտանգը կայանում է նրանով, որ Ռուսաստանը այսպիսի վերաբերմունք դրսևորելով աշխարհի հետ, այդ նույն Ռուսաստանը Հայաստանի վրա շարունակում է իր ազդեցությունը պահպանել, որովհետև սիրահոժար պայքարում են այդ ազդեցությունը պահպանելու համար, թե իշխանությունը, թե ընդդիմությունը։ Հիմա կարծում ենք, որ Դոնալդ Տրամպը այլևս կվերանա իր վերաբերմունքը, այլևս կհասկանա, որ անիմաստ է այդ քայլերը, այդ զիջումները, անիմաստ է, որ ինքը հույս ունենա, որ իսկ ինչ անելու Պուտինը, որ համաձայնվի խաղաղության։ Համաձայնվի այսօր խաղաղության։ Այդ էլ մենք պետք է հասկանանք, չէ՞ որ Պուտինը Իրան մղել է այլևս պարտության, այսինքն ինքը հետ քայլի տեղ չի թողել։ Բայց ով էր գլուխը տասկողը ասում մտի պատերազմ քո հարևանի հետ։ Այսինքն հիմա մի հատ մենք նայենք, այսինքն ինչ վիճակում են, նրան ասում արի այս վիճակով պատերազմը դադարեցնենք։ 1.5 միլիոն զոհ, սանկցիաներ, միլիարդավոր դոլարների ծախսեր, Ռուսաստանից հրաժարվում են էներգառեսուրսներ ձեռք բերել, մինչև 28 թվական գազից վերջնականապես Եվրոպան կհրաժարվի, նավթից էլ ոնց որ տեսնում ենք արդեն բան չի մնացել հրաժարվելու, ինքը կորցրեց այդ շուկաները քթի տակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասեց պակասը կլրացնեմ, այն ինչ որ Ռուսաստանից չեք առնում ես կտամ, ինքն էլ իր համար հարց լուծեց Եվրոպայի հետ գործընկերային հարաբերության, եթե դու ինձանից ակնկալում ես միասնական քաղաքականություն վարենք, դե դու էլ վարի, ինձանից ստացի էներգառեսուրսներ։ Նրանք էլ համաձայնվում են շատ դեպքերում դրան։ Հիմա այս պարագայում երկիրը դրել է ռազմական ռելսերի վրա Վլադիմիր Պուտինը։ Պատերազմը դադարեց, ինչ է անելու։ Այդ 100 հազարավորները գալու են հետ։ Արուն տեսած, աշկերն արուն կոխած։ Գալու են ու ասեն, բա մեր փողերը տվեք։ Վարձկանները չէ պատրաստ է։ Դու զինվոր չես ուղարկի այնտեղ կռվելու։ Դու վարձկան ես պատրաստ է, վարձու մարդասպան։ Ուղարկել ես ուրիշ պետություն։ Հիմա այդ մարդն եկել է, ասում փողերս տվեք, սպանելու եմ։ Չգիտեք ինչ ալնելու։ Է Պուտինը չգիտի, որ դրանց հետ վերեց իր գլխին ինչ փորձանքա բերելու։ Բանտերը բացում էր դռները, մարդասպաններին տանում էր կռվելու։ Բա ինչ էր ուզում արդյունքում։ Հիմա ինչ Ուկրաինային ուզում էր թույլատրել, ամենամարտունակ բանակն է Եվրոպայի։ Չէր ուզում Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնա, ՆԱՏՕ-ի անդամ Շվեդիան ու Ֆինլանդիան դառան, քո հարևան։ Մեկը ցամաքային, մեկը ծովային։ Ինչ շահեց Ռուսաստանը։ Երբ որ մարդիկ էլ կան Հայաստանում ոգևորված խոսում են։ Ամեն օր ստիպված են գնում այդ թեմային անդրադառնանք, որովհետև ամեն օր այս խնդիրը կա։
Այնպես չէ որ մի անգամ ասեցինք վերջացա, բա ամեն օր քննարկում են, մենք չիմանանք մեր գլխի գալիքը ինչ են բերելու։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը ուղղակի պարտավոր է վերանայի, որ հասկանա թե ինչ աշճանի է հարված հասցնում Միացյալ Նահանգների հեղինակությանը եւ աշխարհաքաղաքական կշռին, եւ որոշում կայացնի միասնական քաղաքականության եւ հասկանալով, որ Պուտինը հետդարձի ճանապարհ չունի, նրան պետք է ոչնչացնել, ժողովուրդ ջան, հնարավոր չէ այդ մարդուն համոզել։ Համոզում ես, որ ինչ անի։ Իր ժողովրդին ասի 4 տարի կռվում եմ, ինչի համար, որ մի քանի կիլոմետր առաջ գնա։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստվում է հաստատել 3 օրինագիծ, որոնք կոչված են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Հիմա սա էլ արդեն իրանք հասկանում են, որ զուգահեռ արդեն պետք է սկսեն հետևողական քայլեր անեն Ռուսաստանի դեմ, որովհետև այդքան ինչքան ձգում էին, ինչի համար էին ձգում, ասում են լա մի հատ տեսնենք, կարող է Տրամփի եւ Պուտինի միջև հանդիպումը լինի եւ ինչ որ մի բան որոշվի, բայց հիմա տեսնում են, որ դա հնարավոր չի, տեսնում են, որ դա չի լինելու։ Հիմա արդեն հետևողական ձևով քայլերը առաջ կտանեն։ Եվրոպական երկրները Ուկրաինայի հետ համատեղ մշակում են հրադադարի նոր առաջարկ, հիմնված ներկայիս մարտական գծերի վրա։ Առաջարկը հիմնականում ներառում է արդեն քննարկվող գաղափարներ ընդգծելով ԱՄՆ-ի կենտրոնական դերի պահպանման անհրաժեշտությունը։ Առաջարկը ներառում է խաղաղության խորհրդի ստեղծում, այն կղեկավարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ կվերահսկի առաջարկվող ծրագրերի իրականացումը։ Այսինքն ամբողջ նպատակը կայանում է նրանում, բերեք այս ինչ վիճակ կա, այս վիճակը ֆիքսում ենք, պատերազմը դադարեցնում ենք, դա իրավաբանորեն չենք ֆիքսում որպես Ռուսաստանի տարածք, որովհետև այդ տարածքը Ռուսաստանն է, չի դա օկուպացված է, ուղղակի գնում ենք զինադադարի եւ մտածում ենք հետագա քայլերի մասին, բայց դա չենք հակադրում Միացյալ Նահանգներին, չենք ասում, եթե Միացյալ Նահանգները դու մեր կողքին չես, ուրեմն մենք մեր հարցերը կլուծենք, ոչ, կարևորում են Միացյալ Նահանգների դերակատարությունը եւ ասում են միասին պետք է այդ հարցերը լուծենք։ Եվրոպական առաջնորդները Վաշինգտոնին կոչ են արել պնդել Ուկրաինայում անհապաղ հրադադարի պահանջը ներկայիս մարտական գծերը որպես հետագա բանակցությունների հիմք ընդունելու պայմանով։ Ուկրաինայի դաշնակից 35 երկրների ներկայացուցիչներ ուրբաթ օրը Լոնդոնում կհանդիպեն քննարկելու Կիևի երկարաժամկետ աջակցության տրամադրելու հարցը։ Այնքան կարևոր է, որ Ուկրաինայի հետ կապված կա ասես միասնական համույթ պետությունների, որոնք որ հավաքվել են եւ պաշտպանում են Ուկրաինային եւ Դոնալդ Թրամփը չի կարող նրանց հետ հաշվի չնստել, որտեղ ինքը չի կարող բոլորին մի կողմ դնել Պուտինի հետ լավանալ, այդ ժամանակ Պուտինի հետ դու չես լավանա հաստատ։ Պուտինը կներկայացնի իր պահանջները, որտեղ ինքը պատերազմից դուրս գալու որևէ շանս չի տեսնում, որևէ արդարացում չի տեսնում։ Եվ բարեբախտաբար, ինչպես տեսնում եք, արդեն իրար հետ եւ էնել արդեն պլանավորած է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ռյուտեն հոկտեմբերի 22-ին Թրամփին կներկայացնի 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար։ Այն համատեղ մշակվել է եվրոպական երկրների եւ Ուկրաինայի կողմից։ Սա էլ մենք տեսնում ենք, որ այդ վերաբերմունքը, որը որ ունեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները եւ ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ, պարբերաբար նշում ենք դրա մասին, որ անգամ Կանադան, Ճապոնիան եւ Ավստրալիան նրանք նույնպես աջակցում են այս կառույցին։ Կանադան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Եվրամիության անդամ չի։ Ավստրալիան էլ Անզյուսի անդամ է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նոր Զելանդիա, Ավստրալիա ռազմական բլոկի անդամ է։ Ավստրիան, որը չմիացող պետություն է, 55 թվականից հայտարարել ասել է, որևէ ռազմական բլոկի հետ կապ չունեմ, ցանկություն չունեմ մասնակցել, բայց ինքը աջակցում է Ուկրաինային։ Ճապոնիան, որը որ հույս ունի, որ այնուամենայնիվ Ռուսաստանին պարտություն մատնելու դեպքում իրանք հույս կունենան, որ նաև կվերականգնեն իրենց կղզիները, որոնք որ մինչև այսօր չեն ճանաչում որպես վիճելի տարածք հարավային Կուրիլների մասին է խոսքը, Շիկոտանը, Կունաշերը, Իտուրուպը եւ Խաբոմայը, եւ իդեպ ճապոնացիները այնպես չեն, էլի ոնց որ ասենք
մեր իշխանությունները, որ ասում են, այն ինչ որ կորցրել ենք դա մերը չի, բերեք իրական Ճապոնիայի մասին խոսենք, էլի։ Նրանք մինչև վերջ չեն հաշտվում այդ մտքի հետ, այդքան էլ աջակցում են Ուկրաինային, այն հույսով, որ համարում են, որ դա շահերի ընդհանրություն կա։ Այնպես որ ուզում ասեմ, սրանք քայլեր են, որը ցույց է տալիս, թե աշխարհի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ ինչպիսին է։ Դոնալդ Տրամպը մենակ ինքը Ռուսաստանին չի կարող սիրաշահելով տանի խաղաղության, որտեղ խաղաղությունը Ռուսաստանին պետք չի, ժողովուրդ ջան, պետք չի։ Եվ այդ Ռուսաստանի համար կռիվ են տալի հայկական դաշտում, մեռանք ասելով, ժողովուրդ ջան, դուք հասկանում եք ինչի տակ եք այս պետությունը մտցնում։ Հետո մյուս օրը պետք է կանգնեք իրար ասեք, դե լավ մեր խելքը չհասա, բա ձեր մեջ մեկը չկար ասել խելքը հասա։ Գիտենք չէ որ միշտ մեղավոր են դուրս գալու այն մարդիկ, ովքեր 24 ժամ ասում են, որ այս բանը այսպես ճիշտ է։ Այդ նույն մարդկանց է լավ չեք ասել։ Համոզիչ չեք ասել կամ 25 ժամ պետք է ասեիք։ Ինչա մի ժամն ինչա որ չեք կարող օրվան ավելացնել։ Գիտենք չէ այդ ամեն ինչը։ Իսկ հիմա նայեք, Շվեդիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է. Շվեդիան համաշխարհային բանկի միջոցով Ուկրաինային կհատկացնի ավելի քան $40 միլիոն, որպես ձմեռային օգնություն։ Հատկապես Շվեդիայի աջակցությունը պարբերաբար ես ընդգծում եմ, որ մարդիկ ուշադրություն դարձնեն։ Սա այն պետություններ Ֆինլանդիայի հետ միասին, լավ էլ սոցիալական պետություններ էին, տարբեր տարիներում ինչ ձևով էլ որ ուսումնասիրություն կատարեին, հաստատ հնգյակի մեջ մտնող պետություններ էին։ Հազվադեպ կարող է ամենասոցիալական ու բարեկեցիկ պետությունների մեջ տասնյակի մեջ լինեին, էլի։ Սրանք պետություններ են, որ ասում են լավ, ինչ եղել է Ռուսաստանի հետ, բերեք իրար հետ նորմալ հարևան լինենք, մեր ինչին է պետք ՆԱՏՕ-ի անդամ լինենք։ Մանավանդ որ Նորվեգիան ՆԱՏՕ-ի անդամ էր, հերիք չի ՆԱՏՕ-ի անդամ, ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ էր։ Այսինքն 49 թվականին 12 պետություններից մեկն էր, որով որ հիմնադրվեց Վաշինգտոնում ՆԱՏՕ-ն։ Եվ ինքն էլ Եվրամիության անդամ չէր։ Այսինքն այնպես չի որ 3 երկրները մեկ միասնական քաղաքականություն էին վարում՝ Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան։ Բայց Ֆինլանդիան ու Շվեդիան տեսան, թե Ուկրաինայում ինչ է անում Ռուսաստանը, եւ ասին դե որ տենցա դիմեցին եւ ընդհանրապես վերջերս այդ երկուսը դարձան ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց դրան զուգահեռ չեն վախենում ֆինանսական աջակցություն ցուցաբերեն Ուկրաինային, չեն վախենում ռազմական աջակցություն ցուցաբերեն Ուկրաինային, որպեսզի Ռուսաստանը հանկարծ ասի, այդ ինչ եք անում, դե տեսեք ես ձեր դեմ ինչ կանեմ։ Այսինքն նրանց վախը չստիպեց դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, այլ հաշվենկատությունը, որ այս ինչ ենք անում, ինչ ենք թույլ տալու, որ Ռուսաստանը լկտիանա ասի, էս էլ է իմը, այն էլ է իմը, այն էլ է իմը։ Այսինքն ինքը Շվեդիայից տարածք է վերցնում, հետագայում կանգնում ասում է, այս Շվեդիան էլ է իմը։ Ֆինլանդիայից տարածք է վերցնում, հետո ասում է վախտին Ֆինլանդիան իմն է։ Էս ինչի մասին է խոսքը։ Ինչպես տեսնում եք, իրանք վախվորած, սսկված ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Բավական հիմնավոր ձևով աջակցում են։ Սա շատ կարևոր է։ Իհարկե նայենք մեկ ուրիշ տակ կետում ինչա տեղի ունենում։ Իսրայելը կատարած այցի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ԱՄՆ-ն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է նպաստեն Գազայի հետպատերազմյան վերականգնմանը։ Ըստ Վենսի աջակցությունը կարող է լինել ինչպես ֆինանսապես, այնպես էլ դիվանագիտական, խաղաղության գործընթացի իրականացումն ու կենսունակությունն ապահովելու համար։ Իհարկե շատ լավ է այդ ամեն ինչը որ ասում է։ Մասնակցեն վերականգնողական աշխատանքներին, քաղաքական, դիվանագիտական ճանապարհով, ֆինանսական, ամեն ինչ լավ է ասում, բայց հարց է ծագում։ Գազայի հետ կապված Ամերիկայի որոշումը ո՞րն է։ Հասեք մարդիկ իմանան։ Ասեք, որ դուք հրաժարվել եք այդ մտքից դատարկել Գազա, հանել մի 2 միլիոն մարդ եւ այնտեղ դարձնել կուրորտ։ Մարկանց բերել նորմալ հյուրանոցներ եւ այլ եւ այլ։ Ասեք, որ այդ ծրագիրը ձախողված է, կամ այդ ծրագրից հրաժարվել եք, որ մարդիկ իմանան ինչին են մասնակցում։ Չէ՞ որ մինչև վերջի պահը, մինչև վերջերս էլ Դոնալդ Տրամպը դեռ ուղիներ էին որոնում որևէ երկրում տեղավորեն այդ մարդկանց։ Իր բարեկամ երկրներին սկզբից դիմեց Եգիպտոսին եւ Հորդանանին եւ ասեց, բա մենք բարեկամ ենք, այդքան օգնել ենք, պարտավոր են իրանք դա մեզ օգնեն, նրանք հրաժարվեցին։ Որն էլ այդ մասին էլ ենք խոսել, իսկ ով է ասել, որ նրանք պարտավոր են։ Ինչի համար են պարտավոր։
Այդ նույն երկրների հետ Ամերիկայի Միացյալ Նահանգները բարեկամ է դարել եւ աջակցել է նրանց, որտեղ նրանք ընդառաջ քայլ են արել Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանու ներքո Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր են ստորագրել, ինչով են պարտք մնացել Ամերիկային։ Ամերիկան պետք է այո մտածի, որ դա փոխշահավետ գործարք է եղել։ Մանավանդ Եգիպտոսի պարագայում ինքը առաջինն էր, որի պարագայում լուրջ խնդիրներ ունեցավ արաբական երկրների հետ։ Այսինքն դեռ դրանից հետո Եգիպտոսը պարտք է մնացել, եթե Ամերիկան ասում է, բայ ես քեզ ֆինանսապես աջակցել եմ կամ ռազմական աջակցություն եմ ապահովել, բայց դա գին ուներ, ժողովուրդ ջան։ Դա գին ուներ, այսինքն տարիները որ անցնում են, մոռանում են հիմքը ինչից է սկսվել։ Հիմքը սկսվել է նրանից, որ Եգիպտոսին ասել են գնա խաղաղության, որտեղ հիմնական պայքարողների մեջ ամենաուժեղ կշեռը ունեցողն էր Եգիպտոսը Իսրայելի դեմ։ Խաղաղության համար պետք է Եգիպտոսին Իսրայելին նստացնել բանակցային սեղանի շուրջ։ Դրանից հետո չպետք է մտածես, որ դու նրա համար բաներ ես արել եւ նա ապերախտա քեզ չի գնահատում։ Ասկի աֆրիկյան երկրները չհամաձայնվեցին տեղավորել այդ մարդկանց։ Իսկ այդ մարդիկ դուրս չեկան խաղաղ։ Պատրաստ էին ռումբերի տակ մնալ, բայց իրանց տները չլքեն։ Հիմա Ամերիկան եթե վերանայել է իր վերաբերմունքը այդ ծրագրի նկատմամբ, համարում է, որ Գազան պաղեստինցիների համար է, դա ուրիշ հարց է։ Ոչ մեկը չի ասում պաղեստինցիների մեջ ահաբեկիչներ չկային։ Իհարկե կային, բոլոր տեղերն էլ կան։ Բայց ահաբեկիչների հետ կապված պայքարելու ընթացքում 2 միլիոն մարդու հանես, որ ահաբեկչական գործողությունները կանխենք, որտեղ այնտեղ մարդ չկա։ Եթե մարդ չկա, ահաբեկիչ էլ չկա։ Դա այն մոտեցումը չի, որ որևէ արդարացում ունենա։ Եթե խոսքը վերաբերվի իսլամիստ ահաբեկիչներին, ամենաշատ ես եմ այդ մասին խոսել, որ ապշել եմ, թե ոնց են մարդիկ համակրանք ունեն իսլամիստ ահաբեկիչների նկատմամբ, ինչա Իսրայելին չեն սիրում կամ իրաններին չեն սիրում։ Ավելի աբսուրդ բան չեմ պատկերացնում։ Հայ մարդը ինչի պետք է իր համակրանքը իսլամիստ ահաբեկիչի կողմից լինի, էլի։ Բայց խոսքը դրան չի վերաբերում։ 2 միլիոն ահաբեկիչ կա այնտեղ։ Դրա համար կարծում եմ, որ էս էլ հարց է, որը պետք է իրանք վերանայեն, մի հատ մարդկանց պարզ ասեն, որ այդ մտքից հրաժարվել են։ Այնպես ինչպես հրաժարվել են Գրենլանդիան միացնելուց, ինչպես հրաժարվել են Կանադան 51-րդ նահանգ սարքելուց, ինչպես հրաժարվել են Մեքսիկան 51-րդ նահանգ սարքելուց, ինչպես Պանամայի ջրանցքը վերցնելուց, որ ուղղակի հասկացել են, որ դա իրատեսական չի։ Մի խնդիր կա, այս բոլոր սխալները լուծելու, Ռուսաստանին տանել պարտության, վերջ։ Եթե այդ բանը չի արել Դոնալդ Տրամպը, սկսած իր ներքին քաղաքականությունից մինչև արտաքին քաղաքականություն, ամեն օր աշնեն մտցնելու։ Այդ մի հարցը պետք է անի, ասի ժողովուրդ ջան, տեսակ մի նոր աշխարհակարգ է այս մոլորակի վրա Ամերիկայի շնորհիվ։ Իդեպ առանց Ամերիկայի դա չի լինի։ Ինչքան է եվրոպական միասնական լինի, միասնականը, որ Ամերիկային պարտադրի, այդ գծի վրա լինի, բայց ինքը առանց Ամերիկա չի կարող անել։ Այդքան միամիտ չենք էլի, որ պատկերացնենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հոկտեմբերի 27-ից 29-ը կայցելի Ճապոնիա։ Տրամպը բանակցություն ներկվարի Ճապոնիայի նոր վարչապետ Սանայե Տակաիչի հետ եւ հանդիպում կունենա Կայսեր Նարուհիտոյի հետ։ Սա Տրամպի առաջին այցը կլինի Ճապոնիա իր երկրորդ ժամկետի ընթացքում։ Իհարկե Ճապոնիայի հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգները այս ընթացքում, երբ որ Ռուսաստանի հետ խաղեր էր տալի Տրամպը, շատ նեղացրել է Ճապոնիային։ Այս այն Ճապոնիան է, որի վրա ի վերջո ատոմային ռումբ ակցել 2 օգոստոսի 6-ին 9-ին 45 թվականի Միացյալ Նահանգները, բայց դա դարձել է Ամերիկայի համար բարեկամ պետություն։ Այն աշճանի սերտ համագործակցող բարեկամ պետություն, որ կարող է շատ գրագետ ճապոնացիներին հարցնես, ասես, ի վերջո ով է այդ ռումբերը գցե, կարող է ասեն Խորհրդային Միությունը։ Որտեւ իրանց մտքով չի անցնի, որ Ամերիկան է գցել իրանց վրա, կամ 45 թվականին Ամերիկայի հետ իրանք այդպիսի մեծ խնդիրներ են ունեցել։ Բայց երբ որ արդեն Ճապոնիան այդքան աջակցում էր, սանկցիաների տակ էր մտնում, ինքը Ռուսաստանի հետ խնդիրներ էր ունենում, բայց աջակցում էր Ուկրաինային։ Մեկ մի օր Տրամպը կանգնում ասում է Ուկրաինան է մեղավոր, որ Ռուսաստանը իր վրա հարձակվել է, դե լուրջ չէր էլ այդ ամեն ինչը։ Հիմա բարեբախտաբար Դոնալդ Տրամպը եթե կվերականգնի հարաբերություն, իդեպ նաև առևտրային շատ լուրջ գործարք է ինքը ակնկալում Ճապոնիայից։ Այնպես չի, որ ուզում ասի ես ինչ որ շահից ելնելով եմ դա անում,
Այսինքն նաև դրանով է պայմանավորված, բայց հարցը մենակ նա չի, որ առևտրային գործարքը լինի։ Ռուսաստանը խնդրում էր խորհրդային միությունից սկսած, Ռուսաստանը խնդրում էր Ճապոնիային, ասում էր արի իր հետ համագործակցենք, ինչ անենք, երկու կղզին գոնե տամ, արի սահմանները նորմալ սիրուն իրար հետ նստենք, նորմալ աշխատենք, այս խնդիրները դնենք մի կողմ։ Ճապոնիան ասեց ոչ մի պարագայում, անգամ այդ երկուսին համաձայն չեմ, 4 ու վերջ, որովհետև եթե դու երկուսը 10, այն մյուս երկուսի հետ կապված թուղթ ես ուզելու, որ դա քոնն է։ Ավելի լավ է 4-ը մնա, բայց ես չճանաչեմ։ Այսինքն Ճապոնիայի հետ համագործակցել է, իհարկե բխել է նաև Ռուսաստանի շահերից, հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները թող այդ առևտրային գործարքի անվան տակ, որովհետև ամեն ինչը Դոնալդ Տրամպը ցանկանում է ցույց տա, որ տեսեք ես հոգուտ մեզ բան արեցի, գնացի մի բան ծախեցի կամ մի բան էժան առա, այ ժողովուրդ ջան, տեսակ ես ինչ հաջող բիզնեսմեն է, հաջողակ ոչ մեկը հաջողակ բիզնեսմենին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի աթոռին նստած նրա բիզնեսմենի որակներ չի ակնկալում, քաղաքական որակներ է ակնկալում, վեր կանգնած լինել այդ ամեն ինչից։ Պետք չի ամեն օր ներկայացնել, որ ինքը շատ ճարպիկ բիզնեսմեն է։ Դա ուղղակի վիրավորում է այդ աթոռը, ժողովուրդ ջան։ Հիմա տա Աստված, որ այո, Ճապոնիայի հետ հարաբերությունները նորմալացնի եւ նաեւ ոնց որ եկել էինք խոսում Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորի, Չինաստանի հետ մրցակցություն միշտ լինելու է։ Չինաստանի հետ հակասություն միշտ լինելու է։ Բայց այսօր Ամերիկայի շահերից է բխում Չինաստանին Իրանով անելու համար, Ռուսաստանին պատժի ու Չինաստանին մենակ թողի։ Երբ որ ուզում էր Չինաստանին մենակ թողել Ռուսաստանի հետ մոտենալու, այդ ժամանակ Չինաստանը միացավ եւ Ամերիկային մեկուսացրեց, եթե կարելի է այդպես պատկերացնել։ Հիմա հակառակ գործողությունը հուսանք, որ վերջապես կանի։ Իսկ այն որ մեր տարածաշրջանի հետ կապված չենք խոսում, դա չի նշանակում, որ process-ներ չկան կամ վտանգները չեզոքացել են, որովհետև հիմա Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Թեհրանը չի վերադառնա միջուկային բանակցությունների սեղանի շուրջ, մինչև ամերիկացիները չդադարեն անհիմն պահանջներ ներկայացնել։ Սա մեր հարևանն է, որի հետ մենք խնդիր չունենք, բայց միշտ ասել ենք, որ մենք խնդիր կունենանք, որովհետև աշխարհի հետ ինքը խնդիր ունի։ Եթե մենք ակտիվ քայլեր ենք անում Իրանի հետ կապված, այո, Իրանի խնդիրները վերցնում ենք մեր վրա։ Եթե ակտիվ քայլեր ենք անում Իրանի հետ կապված, Իրանի հակառակորդների հետ կապված մենք խնդիր ենք ունենում։ Ինչ էր արածները, ոգևորված, քանի պաշտոնյա էր Իրան գնում կամ նրանցից գալիս էին Հայաստան, առավոտից իրիկու ռազմավարական դաշնակցային հարաբերություններից էին խոսում։ Ինչ եղավ ժողովուրդ, բադա։ Վերացավ, թե Իրանը էլ մեր հարևանը չի։ Դա ենք ասում, պահպանեք ակտիվ չեզոքություն ժողովուրդ ջան։ Ու այսօրվա մերոնց այդ լռությունը, ես չեմ ասում, որ վատ է, որ դրան հանգեցիք սխալների արդյունքում։ Եթե այդ չեզոքությունը պահպանած լիներ առանց այդ խնդիրներ ստեղծելու, աջակցենք Իրանին, դատապարտենք նրա հակառակորդներին։ Հետո Իրանը գնա մեր դեմ դատապարտող որոշմանը մասնակցի։ Հետո ասենք Իրանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություն ենք հաստատելու։ Այդ նույն փաստաթղթից մի քանի ձևակերպում փոփոխած ուզում ես անես Չինաստանի հետ, Ամերիկայի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ, Եվրամիության հետ հնարավոր չէ ժողովուրդ ջան, այդ բոլորը անհամատեղելի բաները համատեղել, բայց հիմա ամեն անգամ ես հիշացնում եմ Իրանի հետ կապված, որ թվում է թե Իրանի հետ կապված խնդիր չկա, բան չենք հիշացնում, խնդիր ամեն օր կարա առաջանա, Իրան-Ամերիկա խնդիր ամեն օր կարա առաջանա, որտեղ Տրամփն ասել է, եթե չզիջես միջուկային զենք ցանկանաս ստեղծես, նշանակում է հարվածները վերականգնվելու են, բայց այդ դեպքում ինչ ենք անելու, նորից ենք հայտնվելու այդ, բայց հիմա արդեն ուրիշ կարգավիճակ է, այն ժամանակ ասել լավ Իրանի են հարվածում են, ծավալները մեծ չեղավ, Հայաստանը ուղակի բախման կետում չհայտնվեց, բայց շատ ավելի մեծ ծավալի դեպքում կարող է եւ խնդիր առաջանալ եւ կոմունիկացիոն եղել բեռներ կար որ չէին կարող բերել հո չենք մոռացել բայց հարցը դա չի բա որտեղ մնաց Տրամփի ուղին որը որ առանց Իրանի հետ կապված համաձայնեցումների կարող է խնդիր առաջանա Ամերիկան Իրանի հետ կապված խնդիր չունենա բայց մենք ունենանք որտեղ Իրանը մեր համեմատ է անհամեմատազոր Ամերիկայի համեմատ չի Դրա համար Իրանի ցանկացած այս կարգի հայտարարություն մեզ համար ահազանգ է ուշադրություն դարձնենք թե մեր շուրջ ինչա կատարվում Թբիլիսիում մեկնարկած Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովի ունեցած ելույթում
վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 25 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահն ու ես ընդունեցինք խաղաղության հռչակագիր, որը որպես վկա ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը։ Հռչակագրի իրականացման հարցում Ադրբեջանը կարևոր քայլ արեց, նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքում դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է եւ ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով եւ ողջունել այդ հայտարարությունը։ Երեք իհարկե սրա մասին խոսել ենք, շատ հանգամանորեն չեմ ցանկանում անդրադառնալ, միջազգային ֆորումում Նիկոլ Փաշինյանը տենց ողջունում է այդ քայլերը, որ այդ բեռները Ադրբեջանի տարածքով կգան եւ նաեւ նշում է, որ այդ բեռները Ադրբեջանի տարածքով գալու համար ունեն ձեռք բերված պայմանավորվածություն, այդ պայմանավորվածությունը հռչակագիրը դա ընդհանրապես հայտարարություն է, ավելին չի, որովհետեւ դրա մեջ որևէ պարտավորություններ չկա, որևէ ժամկետներ ու երաշխիքներ չկան։ Հռչակագիրը ոնց որ բարի կամքի մտադրություն, կանես չէ, որ չարեց երով է քեզանից պահանջելու, թե ինչ ես անելու այդ հռչակագրի հիման վրա։ Մյուսն ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, դա ստորագրված չի, ընդհանրապես նախաստորագրված է։ Եթե Ալիևը այդ քայլը անում է, ու տեսեք, ես դա անում եմ, չեմ սպասում պայմանագիրը ստորագրվի, նոր անենք, բայց դրանից մենք պետք է հասկանանք, ի վերջո ինչ է արվում։ Ճանապարհները բացվեց, կոմունիկացիաներն ապաշրջափակվեց, ինչ է նշանակում Ղազախստանից, ասենք ծորենը կթողեմ գա Հայաստան։ Հետո իսկ որ գարելնի չես թողի։ Իսկ որ ուրիշ սննդամթերքելի չես թողի։ Թե կթողես։ Ինչ է հիմա համաձայն ինչի ես թողում։ Որ պայմանավորվածության արդյունքում, որը մենք հասկանանք, որ դա երկարաժամկետ է եւ տնտեսական գործունեության հետ կապված, մարդիկ կարող է հեռանկարային դնեն պլաններ կազմեն, ասեն ավելի լավ աստեղից բերենք, ավելի էժան կլինի, ավելի լավ աստեղից բերենք, որովհետեւ ավելի արագ կտեղափոխենք, ավելի որակովը կբերենք եւ այլ, հասկանում եք, բիզնեսմենը ինչպես է մտածում։ Ի վերջո դա քաղաքական հայտարարություն էր ասելու համար, բա շարունակությունը։ Մարդիկ քիչ են մտահոգված։ Գիտեք, քանի մարդ է օրվա մեջ ինձ գրել, բա պարոն Անտինյան, իսկ այդ ապրանքի, իսկ այդ բեռը ով է վերահսկելու Ադրբեջանի տարածքում։ Մենք սկի հետ հարաբերություն չունենք դիվանագիտական, այդ բեռը որ եկավ այդ ծորենը այդ մի բան խառնեցին, մենք ինչ ենք իմանալու։ Ու պետք չի ասել, որ այդ ծորենը կգա ինչ-որ մի բան եթե խառնացել են մեր լաբորատորիաները կուսումնասիրեն։ Մենք լավ գիտենք մեր լաբորատորիաների քաշը, լավ գիտենք, որ մեր լաբորատորիաները չեն կարողանում այնպես ուսումնասիրեն Հայաստանից դուրս եկած բեռները ամեն անգամ դրսում բացահայտում են ինչ-որ խախտումներ եւ մերոնք չեն ասում, որ դա իրանք քաղաքական դրդապատճառով են անում։ Ասում են, որ այո, իրականում այդ խնդիրները կար, մենք չենք մեր մոտ չեն կարել գնացել հասել սահման։ Մեկ Վրաստանն է դա անում, մեկ Ռուսաստանն է անում։ Սա մեկ եւ երկրորդ, իսկ ով ասե, որ մենք ունենք լաբորատորիաներ, որոնք կարող է ֆիքսեն այնպիսի բաներ, որոնք անդառնալի վնաս կարող է մեզ հասցնեն, ենթադրենք ինչ որ մի նյութ, որը որ կարող է 1, 2, 5, 10 տարի հետո դրա ազդեցությունը լինի գենոֆոնդի վրա կամ տարբեր տեսակի բաներ։ Իհարկե գտնվում են մարդիկ, որոնք ասում են, դե տենց որ մտածենք, որ Կիկոսի մահը չի եւ այլ, այդ Կիկոսի մահը ժողովուրդ ջան, ձեր անգրագետ վարչապետը ասել ազգային ժողովի ամբիոնից։ Ինքը նույնիսկ չգիտեր, որ Կիկոսը գոյություն չի ունեցել։ Կիկոսը հորինված կերպար է։ Հայաստանը գոյություն ունի, ժողովուրդ ջան։ Հայաստանը գոյություն ունի եւ նրա հետ կապված մտահոգությունները Կիկոսի մահի մտահոգություն չեն։ Դե Նիկոլ Փաշինյանը ամեն օր մի հատ պրիմիտիվ օրինակ կբերի իր ուղիղի ծավալի չափով։ Մենք ինչ անենք, ամեն անգամ դնենք բացատրենք, որ Կիկոսի մահը, որ ասում եք, հավանական վերլուծությունները ձեզ համար Կիկոսի մահը, հավանական վտանգների մասին խոսելը Կիկոսի մահը։ Թե ուրիշ պատճառ չունեք բացատրելու, թե դուք ինչու եք անտարբեր։ Իսկ վաղը մյուս օրը եթե եղավ, ձեր երեխաները չծնվեցին, այդ ձեզ համար Կիկոսներ չծնվեցին, որովհետև այլևս դուք ի վիճակի չեք երեխա ունենալու, այդ ժամանակով է ձեզ հիշացնելու, բա ուր է ձեր Կիկոսը։ Ինչի՞ չկարողացաք ապրացնել։ Բա դրա մասին ենք ասում։
Թող մեր հասարակությունը զգոնը լինի, իշխանությանն ասի ոգևորված ես այդքան Ադրբեջանի տարածքով բեռա գալի։ Ադրբեջանի տարածքով եկած բեռի հետ կապված բոլոր երաշխիքները ով է ապահովել։ Ղազախական կողմը, հայկական կողմը ով։ Ոնց է ապահովել։ Կարող ենք մենք համարել, որ դա նորմալ կենսունակ մարշրուտ է, որ վաղը կարող ենք օգտվել։ Բայց հարցը դա չի։ Հարցը նա շարունակությունը նայենք։ Քննարկումն անցկացում է տարածաշրջանի երկրների կառավարությունների ղեկավարների, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությամբ։ Նորից հիշեցնեմ, որ այս այդ ֆորումներ, որին որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր, Մետաքսե ճանապարհ 5-րդ համաժողով, որը 2 տարին մեկ անցնում, սկսել են 2015 թվականից։ Այսինքն սա Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի Մետաքսե ճանապարհը չի, Իրանից առաջ արդեն սա եղել է, որին մասնակցել է Հայաստանը։ Բայց հարցը դա չի։ Հարցը նա է, որ լավ, ընդունող կողմը Վրաստանն է, Վրաստանի վարչապետը մասնակցեց, հասկացանք։ Բայց որերորդ անգամ Հայաստանի վարչապետը գնում է Ադրբեջանի վարչապետի հետ հավասարազոր նստում է, ընդհանուր բան են քննարկում։ Կողքի նստում են, լրագրողների հարցերին են պատասխան, հավասար մակարդակներով։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ ինքը նույնիսկ Ադրբեջանի վարչապետի մակարդակը չունի։ Այդ նորություն չի, այդ մենք գիտենք, ժողովուրդ ջան։ Ինչ վարչապետ։ Ադրբեջանի մի հատ նորմալ խառը պահեստի պահեստապետը լինի, Նիկոլ Փաշինյանը նրան էլ կասի դու ես մեծ աղբեր, ոնց ասես տենց անենք, այդ գիտենք, բայց երկիր ես խայտարականում։ Դու ինչ ես գնում Ադրբեջանի վարչապետի կողքն նստում եւ տնտեսական հարցեր քննարկում, որը նա պետք է աներ քո երկրի փոխվարչապետը։ Ինչի՞ չի քո երկրի փոխվարչապետը դրան մասնակցում։ Ինչի՞ է վարչապետը մասնակցում, որ մեր երկրի կշիռկցի։ Դու խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետ ես։ Նա նախագահական կառավարման համակարգի վարչապետ է։ Նա ով է։ Մենակ այսքանը բավարար է, որ արդեն այն ինչ որ Ադրբեջանի մասին տենց գեղեցիկ ամբիոնից խոսում ես, բայց կողքդ նստած քո գործընկերը նրանց վարչապետն է։ Իսկ թե ով է նրանց վարչապետը, արդեն նայեցինք։ Հայաստանը ազգային ժողովի նախագահն ասում է ինչ ասի կանեն։ Կարող է կարծել Ադրբեջանի վարչապետը կարող է Ալիևի դեմ ինչ որ իրենց բանաներ կայացնում։ Այսինքն որևէ թուղթ տանող բերողի գործընկերն է։ Կարող է դուք բանավորությամբ հասկանում եք, քո մակարդակը դա ինձ ավել չի, բայց մեր երկիրն է խայտարակում։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր են խաղաղության համաձայնագրին նախապատվստորագրումն ու ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Մենք գիտենք, որ ԱՄՆ եւ Հայաստանի միջև տրիփ նախագծի իրականացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Դրական զարգացում է այն, որ Ադրբեջանը թույլատրել է բեռնափոխադրումներ կատարել դեպի Հայաստանի տարածքով։ Սա վերաբերում է հացահատիկի տեղափոխմանը։ Այս հացահատիկի տեղափոխումը արդեն իրանց համար դարձավ քարոզչական հնարք, էլի որ առավոտից իրիկու դրա մասին խոսան ու Նիկոլ Փաշինյանն էլ դա լուրջ հաջողություն ներկայացնի։ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո համաձայնեցված տրիփ նախագծի իրականացումը կարող է դառնալ միջին միջանցքի նոր մաս Զանգեզուրի միջանցքի միջոցով, ավելի լայն ձևաչափով։ Երեք սրա մասին էլի խոսում ենք, որ Ալիևն ասում էր, որ այդ Զանգեզուրի միջանցք, որ ասում ենք, մինչև եկող տարի կանենք մեր հատվածը, մինչև 28 թվականի վերջ էլ կարվի Հայաստանի հատվածը։ Այսինքն հենց անունը Զանգեզուրի միջանցք նաև վերաբերում է մեր տարածքով անցնողին։ Այսօր արտգործնախարարն է նույն բանն ասում։ Կոնկրետ նշում է, որ հանկարծ չմտածեք այդ Զանգեզուրի միջանցքը Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր վերաբերում Ադրբեջանի տարածքին, դա այդպես է։ Այդպիսի բան գոյություն չունի։ Այդ մենք համարում ենք մեր տարածքը, որը կապում է մեր տարածքը կապում է Նախիջևանի հետ։ Եվ դա մեզ համար շատ կարևոր է, թուրքական պետությունները կապվում են, դրանով դուրս են գալի դեպի Եվրոպա եւ այլ եւ այլ։ Այսինքն իրանք այդ բոլորը ներկայացնում են ճիշտ այդպես, ոնց որ դա իրանց ճանապարհն է, ժողովուրդ ջան։ Մանավանդ որ Հայաստանից էլ ասում են, եթե այդ ճանապարհը Ադրբեջանը չօգտագործի, այդ ճանապարհը մեզ պետք չի։
Այդ ճանապարհը կառուցում ենք, որ ինչ անենք։ Այսինքն մենք արդեն ընդունում ենք, որ այդ ճանապարհը առանց Ադրբեջանի բարեհաճության անիմաստ ծախսեր են եւ անիմաստ սպասումներ են։ Կուզի կասի լավ, կառուցում ենք, հետո կաս չէ, ոնց որ դուրս չեկավ, չեմ ուզում այդտեղով բեռը ուղարկենք։ Կարողա որոշենք Իրանով ուղարկենք։ Եթե վաղը կանգնի Չինաստանն ասի, ես չեմ ուզում, հարաբերությունս լավ չէ Ամերիկայի հետ, չեմ ուզում Ամերիկան վերահսկի իմ բեռը։ Այդ դեպքում ինչ ենք անելու։ Իրանն էլ ոգևորված ասում է համաձայն եմ, ես պատրաստ եմ այդ 40 քանի կիլոմետրը սարքեմ։ Իհարկե այսօր ավելի ձեռնտու է հանցնի Հայաստանի ճանապարհը, բայց ով ասել, որ այդ ձեռնտուն որոշողը մենք ենք։ Կամ բոլորի շահերից է բխում, որ կամ Հայաստանը վերահսկի, կամ Ամերիկան վերահսկի։ Այդ ով է դա ասել։ Առավելևս, երբ որ ասում են Տրամպի անունը դնենք ուղու վրա, որպեսի մարդիկ ոգևորված ներդրում անեն, մեկ էլ Ալիևը կանգնում ասում է Զանգեզուրի միջանցք, ինչ Տրամպի անուն, որից հետո մեկ էլ կանգնում է ասում է գիտեք ինչ մինչև 28 թվականի վերջն է ալնելու։ Այսինքն Տրամպը 28 թվականի վերջում ով է, որ նրա դրած անունի վրա ներդրում անեն, ժողովուրդ ջան։ Բայց այդ մասին որ խոսում ենք, չէին ասում, լավ եք էլի հազիվ մի բան արել են, ասեք որ տեսենք ինչքան լավ է։ Հարել են ժողովուրդ ջան։ Գոհեք, եթե գոհեք, վայելեք, բայց ինչի մասին է խոսքը։ Բայց ամեն ինչի այդ մտահոգությունների մասին ենք, չէ՞ ասում։ Ինչ համառությամբ դու կայնում ես Վրաստանում գոհունակություն ես հայտնում Ալիևի արած քայլից, այդ նույն Ալիևը երեք կանգնում է նորից ասում է Զանգեզուրի միջանցք, այսինքն արհամարում է քո բարձրացած հարցը, որ ասում ես նման բան գոյություն չունի, ասում է ունի, ես ասում եմ ունի։ Մենք էլ սպասում ենք, որ Ալիևին տեղը դնես։ Բավարարելի գովում ես։ Ինչ տեղը դնես։ Բայց դրա համար մարդիկ մտահոգված են, որտեղ հասկանում են, որ դու իրանց թիմից ես խաղում։ Ու դա է, որ առաջիկայում էլ այս ամեն ինչը ծառայացնելու են ընտրություններին։ Ու դրա համար մենք էլ պետք է մտածենք մեր հասարակությանը, իսկ մեր հասարակությունը ինչ ձևով է տրամադրվում այդ ընտրություններին։ Թույլ են տալու այս իշխանությունը վերարտադրվի, ասելով որ պայքարում ենք նախկինները չգան։ Դու նախկիններն էլ մի բան չեն, դուք էլ մի բան չեք, իրար ձեր բռնեք գնացեք տուն։ Այդ է մեր ասածը, ուրիշ ինչի մասին է խոսքը։ Ու ժողովուրդը բավարար չափով պետք է ակտիվ լինի, որ այս իրանցով այս կեղծ օրակարգը որ լցնում են, դրա դեմը կարողանա առնել եւ հասկանա ինքը իրականում ինչ է անելու։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։